Ավելի քան 140 երկրի 20-ից ավելի նախագահ եւ վարչապետ, նաեւ 4000 հյուրեր մասնակցում են Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Ֆորումին ներկա են 50-ից ավելի երկրների արտգործնախարարներ եւ ավելի քան 70 այլ նախարարներ, նաեւ մոտ 60 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երրորդյա ֆորումի ընթացքում սպասվում է ավելի քան 50 նիստ, որտեղ ներկաները կանդրադառնան կլիմայի փոփոխությանը, ահաբեկչության դեմ պայքարին, մարդասիրական օգնությանը, թվայնացմանը, պարենային անվտանգությանն ու արհեստական բանականությանը։ Հայաստանից այդ ֆորումին մասնակցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Երևանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան։ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ, որտեղ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ եւ հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի, այսինքն ներկայացուցչի նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում գործակցության, նաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Այնուհետև Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ռումինիայի գործընկեր Էմիլ Հուրեզե Անուի հետ։ Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները եւ մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն նոր առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի եւ հեռանկարների շուրջ։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարեւորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի եւ ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետեւաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագրին, նաեւ դրա լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարեւորությանը։ Ապրիլի 12-ին Միրզոյանն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կմասնակցի նաեւ պանելային քննարկման, որտեղ ներկա կլինեն նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները։ Թեման Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության մարտահրավերներն ու հնարավորություններն են։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։